Շնորհակալ եմ պարոն Մանուկյան, կխնդրեմ դուք էլ շաբաթական զեկույցը նախորդ ուղարկեք, որպեսզի մենք նույնպես տվյալները ստացած լինենք արդեն իսկ։ Սիրելի երևանցիներ, շաբաթ օրը մենք միասին նոր 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում, Դավիթ բեկի հարակից տարածքում 6 հեկտար տարածքի վրա իրականացրեցինք ծառատնկման աշխատանքներ, որտեղ տնկեցինք մոտ 1300 ծառ եւ 200 մշտադալար թուփ, այդ տարածքում արդեն իսկ իրականացվել էին շինբարեկարգման աշխատանքներ, շատ գեղեցիկ կասկադներ կառուցվել, շատրվաններ էին կառուցվել, այդ տարածքը ամբողջապես ռոռոկման համակարգով հագեցած է եւ այդ հատվածում շատ շուտով մենք տեսնելու ենք շատ գեղեցիկ եւ կանաչ տարածք։ Պարոն Բեգոյան, ուզում եմ մի փոքր ներկայացնեք վերջին 3 տարիների արված աշխատանքների ընդհանուր ծավալը, որովհետեւ տենց անընդհատ էլի այդ ծառերի փոխարինում մի քանի 100 ծառի հարց ենք անընդհատ քննարկում, երբ որ տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկել քաղաքում եւ խնդրում եմ փոքր մեր կենտրոնացումն էլ ուղենք դեպի ավելի էական ծրագրեր։ Պարոն քաղաքապետ, վերջին 3 տարում ռոռոկման համակարգով կարող է սխալվեմ 81 էր, բայց արդեն այս տարվա մի քանի 4 ամիսների ընթացքում կարելի ասել ռոռոկման համակարգների անցկացման տեմպերը մեր մոտ օրինակ մոտենում է արդեն 10 կիլոմետրին։ Տարվա պլան ենք դրել 25 կիլոմետրը եւ վստահաբար այդ 25 կիլոմետրը իրականացնելու ենք։ Այս պահի դրությամբ 1300 ծառ նշված ձեր ասված նոր ուրբան անտառում է տեղադրվել, մոտ 700 ծառ այս շաբաթվա մեջ մի նոր անտառային գոտի ենք ստեղծում, պաշտպանիչ գոտի, ինչպես խոստացել էինք, Երևանի մուտքերից մեկի մոտ, դա աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհի հարող, այսպես եթե կարող եմ ասել, լանջերն են, եւ դրան գումարած ունեցել ենք մի քանի 100 ծառի ծառատուն, կարծում եմ մինչև ամռանը մենք կունենանք մոտավորապես 3-ից 4,000 ծառատեսակների տուն։ Սրան գումարած Երևան քաղաքը ձեռք է բերել մոտ 10,000 մշտադալար թփեր, որով այս պահին Երևան քաղաքում նույնպես դրանք լրացվում են, ինչպես գիտեք, իրականացվել է նաև ձմեռային տունք մշտադալար ասեղնատերևավորներով, այսինքն եղևնիներով եւ սոճիներով, եւ դա շարունակվելու է, հաշվի առնելով, որ դրանք ավելի ցուրտ ժամանակահատվածում է ավելի նպատակահարմար տնկելը, դրանց մեծ տնկման աշխատանքներ են սպասում նաև նոյեմբեր ամսին, որովհետև մենք գնումներով իրականացնում ենք դրանց ձեռքբերումը, ինչպես նաև մեր կողմից է հաճեցվում։ Ես կուզենամ նաև մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այսպիսի փաստերի, որ արդեն մեր տնկարանային տնտեսությունն է հիմնականում մատակարարում մշտադալար ցփատեսակները, բիոտաներ ունենք շուրջ 40,000-ին հասնող, որով ունեցի փողոցում եւ տարբեր փողոցներում իրականացվել մշտադալար ծառատեսակներով ուրեմն ձևավորման աշխատանքներ։ Կարող եմ ասել մեծ աշխատանքներից այս տարվա որ կավելանան, դա ձեր նշած 6 հեկտարի վրա նոր ուրբան անտառի հիմնումներ, աշտարակի մուտքի մոտի ուրբան անտառի հիմնումն է, 40-ամյակի այգու վերահիմնումն է, ֆիզիկայի գարադոկ կոչված հատվածում 1 հեկտարին հասնող նոր այգու նախկինում եղել է, բայց չորացել է ամբողջությամբ, նոր այգու հիմնումն է, Դավիթաշեն առաջին թաղամաս 2 դպրոցների արանքում եւս մոտ 1 հեկտարի վրա նույնպես նոր այգու հիմնում է, բոլոր վարչական շրջանների բոլոր այգիներում եւ պուրակներում սրա հետ մեկտեղ իրականացվում է ծառերի լրացման աշխատանքներ։ Մենք ունեինք 24 թվականը ամփոփ, որ Երևան քաղաքում 20,000-ից ավել ծառ է տնկվել, արդեն մինչև մայիսի վերջ կարող ենք ասել, որ այդ թիվը կմոտենա 25,000-ին, հետևաբար այսքանը ինչքան հիշեցի, որ պատրաստված չէի ձեր հարցին։ Մի հատ մոռացաք ոնց որ թե պլանավորվող նոր-նորքի եւս մի հատված ամենակարևորը մոռացա 35 հեկտարի վրա
Կենտրոն վարչական շրջանին հարող, սա շատ կարևոր է, որովհետև կենտրոնն ունի խնդիր խիստ կառուցապատված լինելու պատճառով, հարող այդ Լվովյան եւ Միասնիկյան փողոցների արանքում գտնվող կենթանաբանական այգուց սկսվող եւ ավարտվող Գայի պողոտայում այդ 35 հեկտարի աշխատանքները այդտեղ ուրեմն քանդման աշխատանքները նախորդ տարի կեսի մասով իրականացվել են, նշեմ, որ նոր լսող քաղաքացիներին, որ այնտեղ կային զավթված այսպես հողեր, որոշ քաղաքացիների կողմից եւ քոլիկանման շինություններ, մյուս կեսը նախատեսում ենք սկսել մոտավորապես 1 շաբաթից դրա քանդման աշխատանքները։ Զուգահեռ այնտեղ տարվում է աշխատանքներ խորքային ջրերի որոնման եւ նախնական ունենք արդյունքներ, որ խորքային ջրեր առկա են այդ մասում, մասնագետները ուսումնասիրություն նախնական կատարել են, եթե վերջնական պարզվի, որ խորքային ջրերից կարող ենք օգտվել, ապա կազմակերպության կողմից կիրականացվի այդ հորհատման, այսինքն մրցույթ հորհատման, եւ այդտեղ շատ լավ կլինի, որ այդպես լինի, որ չօգտվենք նոր վարչական շրջանի ոռոգման ջրերից, որտեղ ոռոգման ջրերի ծավալը գնալով, եթե կարելի է այսպես ասել, պակասում է, քանդման աշխատանքներից հետո սկսելու ենք սանիտարական մաքրման աշխատանքները եւ նորից կրկնեմ, սա շատ մի կարեւոր հանգամանք է, որովհետեւ մասիվում էլ եղավ այդ Սուրբ Սարգիս եկեղեցու հարող լանջերում, այնտեղ էլ էին եղել 2 անգամ հրդեհի դեպքեր, պարոն քաղաքապետ, եւ կային բազմաթիվ հրդեհված եւ չորացած ծառեր։ Սրանով էր պայմանավորված մի պահ նորից փորձում էին աղմուկ բարձրացնել։ Այս տարածքում էլ այս 35 հեկտարում էլ բազմաթիվ անգամներ եղել են հրդեհի դեպքեր, կան մեծ թվով, նախ տարածքի մեծ մասը դատարկ է, որոշակի հատվածներում, որտեղ կան ծառեր, կան մեծ թվով հրդեհված ծառեր, որոնք սանիտարական էտումների միջոցով տարածքից իհարկե հեռացվելու են։ Մենք այս տարի նախապատրաստելու ենք այդ 35 հեկտարը գեղեցիկ, ինչպես ցուցադրել էինք, սպորտային ուղղվածություն ունեցող մեծ ուրբան անտառի նախապատրաստական աշխատանքներն ենք իրականացնելու տարվա պլանով, այդտեղ հողերի ուրեմն հետազոտություններ, հողերի որոշակի հարթեցման աշխատանքներ, ինչպես նաև ջրի որոնման խորքային եւ հետագայում դրա դուրս բերման աշխատանքները։ Այս տարի եւ այդ քանդման բացահայտման աշխատանքները։ Այս տարի այդքանը կանենք, հաջորդ տարի կշարունակենք։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Բեգոյան, կարծում եմ մոտակա ժամանակները կարելի է նաև այց կատարել մեր տնկարան, որտեղ ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվել եւ լավ առիթ կլինի ներկայացնելու թե Երևանի քաղաքապետարանը ինչ է արել այնտեղ եւ թե հետագա մեր ծառերի տնկման, ծառերի պահպանման համար ինչ գործողություններ են իրականացրել այդ հատվածում, այդտեղ կարծում եմ նաև պետք է ունենանք կոնկրետ փողոցներ, որոնք որ հիմա արդեն փաստացի ծառատունք է իրականացվել եւ հետագայում պետք է իրականացվի, այսպես ասած իրենց զուգահեռ համապատասխան ծառերը, որոնք որ զուգահեռաբար կաճ են եւ Աստված մի արած թե որևէ պատահարի դեպքում ավտոմեքենան հարվածեց, չորացավ, այսինքն կարողանանք արագ վերականգնել արդեն իսկ նույն չափի ծառերով, սա խոսքը գնում է իհարկե կարևոր փողոցների մասին եւ նաեւ կարծում եմ մենք նախկինում քննարկել ենք ծիրանենիների տնկման հնարավորությունը, եթե մոնոկուլտուրա տնկենք, նաև շատ քիչ կլինի հավանականությունը, որ բերք պետք է տան, եկեք կընտրենք նաև մի փողոց, որտեղ որ ծիրանենիների, այսպես ասած, ալեան կունենանք։ Պարոն քաղաքապետ, անհամեստ կհնչի, բայց դեկորատիվ, հատկապես դեկորատիվ ծառատեսակների մասով ստեղծված տնկարանից Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Անհամեստ հնչեց, պարոն Բեգոյան։ Խնդրում եմ անցնենք հանձնարարականներին։